վարչակարգ իշխանության իրենք ասում են, այսօր ինչպես կարելի է վարչակարգ ռեսուրսը եւ ընտրակաշառքը նույն հարթության մեջ դնել։ Ասում հա լինում է վարչակարգ ռեսուրս, մենք ծառայական քննություն ենք հասկացնում, բայց ոնց կարելի է նույն հարթության։ Եթե այդ ուժայինները 2 ժամ, ընդամենը 2 ժամ զբաղվեին ԿՊ-ով, կտեսնեին իրական ընտրակաշառքը որտեղ է։ Ես ասում եմ ամբողջ ուժային կառույցներին, ընտրություններից 3 օր առաջ, ինչի են պարգևավճար տվել։ Ու գիտեք ինչ են արել, պարգևավճարը տվել են, դրանից հետո երեք դուք տեսնում եք ԿՊ-ականներին։ Ես ասել եմ, մենակ Նիկոլենց Հայաթի Չալոն երեք հրահանգ չի տվել իրավապահներին։ Մնացած բոլորը մեծից փոքր լայվ էին մտնում ու սենց էլ մի հատ իրար եկեք, սրան բռնեք, նրան բռնեք, այն ինքնաթիռից իջավ, այնի գնաց ընդեղ, այսինքն ով ասես բան տես։ Պարգևավճարը տվել են հրահանգ են տալի, եթերով գնացեք սրան բռնեք, նրան բռնեք։ Հիմա այդ ընտրակաշառքը թե չէ, հարց եմ տալի։ Այս վերջի օրը մենակ ՊՆ-ում չէ, շատ տեղերում եղել է, ոստիկանությունում։ 200,000 դրամ։ Լռության օրը։ Իմիջիալոց ձեզ ասեմ, եթե դուք նայեք նախորդ շրջաններում էլ, միշտ երբ որ ոստիկանությունը դիմադրության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ եւ այլ հենց ուժ էր կիրառում, այդ օրերին տես լավ պարգևավճար էին ստանում։ Այս իրանց խրախուսելու համար։ Հիմա այդ ընտրակաշառքը թե չէ։ Հիմա օպերատիվ ստացանք եւս մի արձագանք, քիչ առաջ որ նշում էի, Դեբետավան գյուղից քվեարկությունից հետո տեղամասի դիմացից բռնել են ընտրողին եւ բերման են ենթարկել, տանում են։ Լավ, այս մեկին հետո են բռնել, մնացածին մինչև քվեարկելն են։ Հա, դեով գնում է քվեարկության բռնում են։ Հիմա տեսեք, Դեբետավանը ասեմ ձեզ, էլի։ Դեբետավանը այն գյուղն է, որ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին հավաքել է 51%։ Հիմա այս ամեն ինչը ըստ ձեզ պատական է, որ զորք են մտցրել գյուղ, կանգնել են տեղամասի դեմաց, ով որ գա բռնեն չթողեն քվեարկի։ Կան տեղեր, որտեղ մենք նախորդին լավ արդյունք ենք ցույց տվել, հիմա տեսնում ենք այդ գյուղերում հատուկ հսկողություն։ Այո, կան նման տեղեր։ մի բան էլ ասեմ, ընտրակաշառքի մասով, էլի։ Տեսեք, գործերից մեկով, սրանց մի քանի օր առաջ, ընդդիմադիր մեր ակտիվիստներից մեկին ներկայացվել էր մեղադրանք առայն, որի փրինքը ընտրողին ասել է, գիտես, եթե մենք հաղթենք, դու գործ կունենաս, աշխատանք կունենաս, եւ սա ներկայացրել են ընտրողին նյութապես շահագրգռելու խոստումով ընտրակաշառքի հոդվածի ներքո, էլի, մեղադրանք։ Հիմա հարց, եթե դա ընտրակաշառք է, բա ԿՊ-ի ռեսուրսը վարչական, որ ում ասես խոստանում են ամենաբարձր պաշտոնները, սրանք ինչ են, սրանք զանգվածային ընտրակաշառքի պարզապես փաստեր են, եւ եթե իսկապես մենք ունենայինք իրավապահ մարմիններ, ընդ իսկ սկսել։